Ինչ կանեիք, եթե ձեր կյանքի հիմքը մի օրում փլուզվեր մեկ սարսափելի ստից։ Պատկերացրեք մահվան մաչում գտնվող հորը պատվի և ազնվության խորհրդանիշ, որն անում է խոստովանություն։ Խոստովանություն, որը ոչ թե պարզապես գաղտնիք է բացահայտում, այլ վերագրում է իր ընտանիքի ողջ պատմությունը, կասկածի տակ դնելով հենց այն արյունը, որը հոսում է իր երեխաների երակներով։ Այս մեկ գաղտնիքը, որը տասնամյակներ շարունակ պահվել է ընտանիքի պատիվը պաշտպանելու համար, այժմ սպառնում է սանձազերծել դավաճանության, ցավի և կործանման այնպիսի փոթորիկ, որը ոչ ոք չէր կարող կանխատեսել։ Այժմ այս ճշմարտության ողջ բեռն ընկնում է մեկ մարդու ուսերին։ Ինչ կընտրի նա, ապրել ստի մեջ, պաշտպանելով սիրելի քրոջը, թե բացահայտել մի ճշմարտություն, որը կարող է նրան օլոքլիվոթիկա կործանել։ Բայց ամենակարևորը միայն այս անհնարին ընտրությունը չէ։ Մենք ցույց կտանք, թե ինչպես կարող է մեկ ասված խոսքը քանդել տասնամյակների սերը և վստահությունը, ընտանիքի անդամներին դարձնելով թշնամիներ։ Այս պատմությունը գաղտնիքների մասին չէ, այն ճշմարտության կործանարար գնի մասին է։ Սեղմեք բաժանորդագրվել հիմա և գրեք ձեր քաղաքը մեկնաբանություններում, տեսնենք, թե քանիսն ենք մենք։ Կիսախավար սենյակում օդը թանձր էր դեղերի սուր հոտից և մոտալուտ կորստի ճնշող լռությունից։ Միակ լույսը գալիս էր գիշերային լամպից, որի դեղնավուն շողերը փափուկ ընկնում էին Աշոտի գունատ, հյուծված դեմքին։ Իսկ կաթիլայինի չափված սառը ձայնը կարծես հաշվում էր նրա կյանքի վերջին վայրկյանները։ Նրա ավագ դուստերը Գայանենը նստած էր մահճակալի եզրին, ամուր բռնելով հոր չորեցած ձեռքը։ Այդ մարդը նրա համար միշտ եղել էր ազնվության և առաքինության մարմնացում, բարոյականության այն անսասան սյունը, որի վրա նա կառուցել էր իր ողջ կյանքը։ Նրա կողքին քարի պես անշարժ կանգնել էր մայրը, Անահիտը, ում աչքերում անդունդ էր, իսկ ստվերում անհանգիստ տեղաշարժվում էին եղբայրները։ Պրագմատիկ Արմենը, ում մտքերը արդեն ապագայի, ժառանգության և բիզնեսի մասին էին, և զգայուն Դավիթը, որը փորձում էր զսպել իր հույզերը։ Իսկ պատուհանագոգին փոքրիկ գնդիկի պես կծկվել էր կրտսեր քույրը, Նվարդը, ում ուսերի դողը խոսում էր անսահման վշտի մասին։ Աշոտի շուրթերը թեթևակի շարժվեցին, և նա դժվարությամբ բացեց աչքերը, մշուշոտ հայացքը հառելով Գայանեին։ Նա փորձեց ինչ-որ բան ասել, բայց միայն անհասկանալի խռխռոց լսվեց, և նա նշան արեց, որ մյուսները դուրս գան։ Երբ դուռը փակվեց, սենյակում տիրեց խիտ ականջ ծակող լռություն։ Աշոտը հավաքեց իր վերջին ուժերը։ «Գայանե ջան», շշնջաց նա, «իմ ամբողջ կյանքը, ես փորձել եմ ազնիվ լինել, բայց ես ինքս ապրել եմ ստի մեջ»։ Գայանեի ներսում ամեն ինչ սառեց։ Սա զառանցանք էր։ «Հայրիկ, ինչ ես ասում, դու ամենաազնիվ մարդն ես»։ Աշոտը դարաժպտաց։ «Ոչ, ամենամեծ սուտը մեր ընտանիքում է, քո քույրը, Նվարդը»։ Նա կանգ առավ, շունչ քաշելու, իսկ Գայանեի սիրտը պատրաստ էր կանգ առնել։ Նա իմ դուստրը չէ։ Այդ բառերն ամպրոպի պես որոտացին լուռ սենյակում։ Գայանեն ակամայից հետ քաշվեց, կարծես ուժգին հարված ստացած լիներ։ Նրա աշխարհը, որը կառուցված էր հոր անխախտ ազնվության վրա, այդ մեկ պահին ճաքճքեց և սկսեց փլուզվել։ Հենց այդ պահին դրսից լսվեցին անհանգիստ ձայներ, և դրան բռնակը սկսեց դանդաղ շարժվել։ Մի քանի ժամ անց, երբ Աշոտի վիճակը կայունացել էր և նա ընկել էր անհանգիստ քնի գիրքը, ընտանիքը հավաքվել էր հյուրասենյակում։ Լարվածությունը կարելի էր դանակով կտրել։ Արմենը նորից խոսում էր փաստաբանի հետ, քննարկելով կտակի մանրամասները, ինչը զայրացնում էր Նվարդին, որը չէր հասկանում, թե ինչպես կարելի է այդպիսի պահին փողի մասին մտածել։ Բայց Գայանեն այլևս չէր լսում նրանց։ Նրա հայացքը գանված էր մորը։ Առաջին անգամ իր կյանքում նա նկատեց Անահիտի աչքերում թաքնված տասնամյակների տագնապը, մի վախ, որը նա նախկինում երբեք չէր տեսել։ «Մամ, կարող ենք մի պահ խոսել», սառը ձայնով ասաց նա։ Խոհանոցում, երբ նրանք մենակ մնացին, Գայանեն այլևս չկարողացավ զսպել իրեն։ «Հայրս ինձ հետ խոսեց, նա զառանցում էր, այնպես չէ, մամ, ասա, որ զառանցում էր»։ Նա հուսահատորեն սպասում էր հերքման, մի բառի, որը կվերականգներ իր քանդված աշխարհը։ Բայց Անահիտը լռում էր, և նրա լռությունը դարձավ ամենասարսափելի խոստովանությունը։ «Ոչ, նա չէր զառանցում», վերջապես խեղդված ձայնով շշնջաց մայրը։ Այդ պահին Գայանեի ներսում ինչ-որ բան վերջնականապես կոտրվեց։ «Ուրեմն ճիշտ է։ Տասնամյակներ շարունակ դուք ստել եք մեզ։ Ինձ, իմ եղբայրներին, Նվարդին։
Անահիտը լացակումած փորձում էր արդարանալ, խոսելով երիտասարդության սխալի, Աշոտի մեծահոգության և ընտանիքը խայտառակությունից պաշտպանելու մասին։ Խնդրում եմ Գայանե, մի քրքրիր հին վերքերը, այդ ճշմարտությունը կկործանի նրան։ Բայց Գայանեի համար դա այլևս կարևոր չէր։ Նրա քրոջ ամբողջ կյանքը կառուցված էր ստի վրա։ Հենց այդ պահին խոհանոցի դուռը բացվեց և ներս նայեց Նվարդը, իր անմեղ, ոչինչ չկասկածող դեմքով։ Ամեն ինչ կարգին է։ Ինչի մասին եք այդքան լարված խոսում։ Գայանեն ստիպված էր նորից մտնել հոր սենյակ, իր վրա կրելով ճշմարտության անտանելի բեռը։ Նա նայում էր այն մարդուն, ում պաշտում էր, և տեսնում էր անծանոթի։ Աշոտը, զգալով դստեր սառնությունը, թույլ ձայնով փորձում էր բացատրել։ Արյունը ոչինչ չի նշանակում Գայանե, կարևորը սերն է։ Ես պաշտպանել եմ նրան, խնդրում եմ, դու էլ պաշտպանիր, խոստացիր ինձ։ Գայանեն չկարողացավ խոստում տալ, նա պարզապես լուռ գլխով արեց, թողնելով մահամերձ հորը իր պատրանքների հետ։ Իսկ միջանցքում նրան արդեն սպասում էր Արմենը, նորից խոսելով բիզնեսի բաժնետոմսերի մասին։ Նա անհանգստանում էր, որ Նվարդը ոչինչ չհասկանալով բիզնեսից կարող է իր բաժինը վաճառել և վտանգի տակ դնել ընտանեկան ընկերությունը։ Այս խոսքերը Գայանեի մեջ նոր սարսափ արթնացրին։ Իսկ ինչ կլինի, եթե Արմենն իմանա ճշմարտությունը։ Արդյոք նա չի օգտագործի այս գաղտնիքը Նվարդին ժառանգությունից զրկելու համար։ Խնդիրը դառնում էր ավելի բարդ և վտանգավոր, հուզական ողբերգությունից վերածվելով նաև իրավական և ֆինանսական պատերազմի։ Հյուրասենյակ վերադառնալով նա տեսավ ամենասարսափելի տեսարանը։ Նվարդը թերթում էր հին ընտանեկան ալբոմը։ Նրա մատը կանգ էր առել մի լուսանկարի վրա, որտեղ փոքրիկ Նվարդը երջանիկ նստած էր Աշոտի ծնկներին։ Հիշում ես այս օրը, Գայանե, ժպտալով արցունքների միջից ասաց նա։ Հայրիկն ինձ համար օդապարուկ էր սարքել։ Նա միշտ ասում էր, որ ես իր արևն եմ։ Գայանեն նայում էր այդ տեսարանին, այդ անկեղծ սիրուն, որը կառուցված էր ստի վրա, և զգում էր, որ խեղդվում է։ Նա արագ դուրս եկավ պատշգամբ, թողնելով Նվարդին մենակ իր թանկագին, բայց գողացված հիշողությունների հետ։ Ուշ գիշեր էր, երբ Գայանեն, չկարողանալով քնել, մտավ հոր գրասենյակ։ Այդ սենյակը միշտ եղել էր նրա համար իմաստության և ճշմարտության սրբավայր, բայց այժմ օդում կախված հին գրքերի և կաշվի բույրը խեղդող էր թվում։ Նա նստեց հոր մեծ կաղնե գրասեղանի մոտ, մեխանիկորեն բացելով գզրոցները։ Ինչ էր նա փնտրում, հերքով, թե սարսափելի ճշմարտության անժխտելի ապացույց։ Գզրոցներից մեկի խորքում նա գտավ փոքրիկ փայտե տուփ, վարանելով բացեց այն։ Մեջը մի քանի հին լուսանկարներ էին և մետաքսե ժապավենով կապված նամակների խուրձ։ Լուսանկարներում իր երիտասարդ մայրն էր, այնքան տարբեր, կենսուրախ, աչքերը կայծկլտում էին։ Մի լուսանկարում նա մենակ չէր, նրա կողքին կանգնած էր բարձրահասակ, սևահեր գրավիչ մի տղամարդ, ում Գայանեն երբեք չէր տեսել։ Նրանց երջանիկ ծիծաղը կարծես ծաղրում էր ներկայի ցավը։ Լուսանկարի հետևում գրված էր Երևան, գարուն 81։ Գայանեի սիրտը սկսեց բաբախել այնպիսի ուժով, որ կարծես կուրծքը կպատռեր։ Նա բացեց նամակների կապոցը։ Դրանք Անահիտի նամակներն էին, ուղղված իր մանկության ընկերուհուն։ Ձեռքերը դողալով նա սկսեց կարդալ. Ես այնպիսի խառնաշփոթի մեջ եմ, Սոնա ջան, Աշոտը աստվածային մարդ է, բայց իմ սիրտը, այն պատկանում է ուրիշին։ Նա երաժիշտ է, նրա մատները կախարդանք են գործում դաշնանուրի ստեղների վրա, իսկ աչքերը։ Մեկ այլ նամակում, որը գրվել էր մի քանի ամիս անց, տոնը փոխվել էր։ Ամեն ինչ վերջացած է, նա մեկնեց, ես մնացի մենակ իմ գաղտնիքի հետ։ Աշոտը ոչինչ չգիտի և երբեք չպետք է իմանա։ Եվ հիմա կա մի հանգամանք, որն ամեն ինչ ավելի է բարդացնում։ Ես երեխայի եմ սպասում։ Գայանեն փակեց աչքերը։ Նամակը ձեռքին, նա զգաց, թե ինչպես է իր ոտքերի տակից հողը սահում։ Սա այլևս մահամերձ մարդու զառանցանք չէր, սա փաստ էր։ Սառը անժխտելի փաստ, գրված սեփական մոր ձեռքով։ Հաջորդ օրը Աշոտի վիճակը կտրուկ վատացավ, և մի քանի ժամ անց նա հեռացավ կյանքից։ Նրա մահը տունը վերածեց սառը դամբարանի։ Նա չէր լալիս, նա զգում էր միայն սառը դատարկություն, զգալով ոչ միայն հորը, այլև այն ճշմարտությունը, այն աշխարհը, որը մահացավ նրա հետ միասին։ Այժմ գաղտնիքի ողջ բեռը միայն իր ուսերին էր։ Թաղումից մեկ շաբաթ անց ընտանիքը հավաքվեց փաստաբանի գրասենյակում, կտակի ընթերցման համար։ Փաստաբանը, պարոն Մկրտչյանը, սկսեց կարդալ։ Ամեն ինչ այնպես էր, ինչպես սպասվում էր, մինչև հասավ բիզնեսի բաժնետոմսերին։ Աշոտը իրեն պատկանող 51%-ը բաշխել էր իր 4 երեխաների միջև այնպես, որ Արմենը չէր ստանում վերահսկիչ փաթեթը, բայց սա դեռ ամենասարսափելին չէր։
Փաստաբանը հայտարարեց, որ կա նաև անձնական նամակ ուղղված ընտանիքին, որը պետք է կարդացվի։ Գայանեի սիրտը կանգ առավ։ Ոչ, նա չէր կարող, բայց Աշոտը կարող էր։ Նրա ձայնը, որը լսվում էր փաստաբանի ընթերցմամբ, լցրեց սենյակը։ Իմ սիրելին Նվարդը, իմ արևը, նա իմ արյունը չի կրում։ Նա ծնվել է ձեր մոր և մեկ այլ տղամարդու սիրուց։ Սենյակում մահացու լռություն տիրեց։ Նվարդի դեմքը դարձավ մոմի պես սպիտակ։ Նրա հայացքը թռչում էր մորից դեպի Գայանեն, հետո եղբայրները, փնտրելով հերքում, բայց գտնելով միայն հաստատում։ Արմենը պայթեց։ Այսինքն է այս ամբողջ ժամանակ մեր տանը օտար մարդ է ապրել։ Եվ դուք, գոռաց նա Անահիտի վրա, դավաճանել եք հորս և ստել մեզ բոլորիս։ Մամ, սա ճիշտ է, հազիվ լսելի շշնջաց Նվարդը։ Անահիտի խուլ հեկեկոցը դարձավ պատասխան։ Այդ պահին Նվարդի աշխարհը փլուզվեց։ Նա կտրուկ վեր կացավ, անձայն մեխանիկական շարժումով շրջվեց և դուրս եկավ գրասենյակից, իր հետևում թողնելով իր ընտանիքի ավերակները։ Գայանեն նայում էր նրա հեռացող կերպարանքին, հետո մորը, որը լալիս էր անզորության մեջ, և եղբորը, ում դեմքին զայրույթն ու հիասթափությունն էին, և հասկացավ, որ հոր խոստովանությունը ոչ թե ազատեց նրանց, այլ պարզապես պայթեցրեց ռումբը, որը տասնամյակներ շարունակ դրված էր նրանց երջանիկ կյանքի հիմքում։ Այդ երեկով Սարգսյանների տունը վերածվել էր սառցե անապատի։ Յուրաքանչյուրը փակվել էր իր սենյակում, մենակ իր ցավի, զայրույթի և մեղքի զգացումի հետ։ Նվարդը տուն չէր վերադարձել, նրա հեռախոսն անջատված էր, և այս անորոշությունը Գայանեին խելագարության էր հասցնում։ Նա անվերջ քայլում էր հյուրասենյակում, ինքն իրեն մեղադրելով, որ ավելի վաղ չի ասել, որ չի կարողացել պատրաստել քրոջը այս սարսափելի հարվածին։ Արմենը, բազմոցին նստած, մի բաժակ կոնյակը ձեռքին, խախտեց լռությունը։ Այսպիսով, սա է մեր հռչակավոր ազնիվ ընտանիքը, դառնությամբ արտաբերեց նա։ Մի ամբողջ կյանք հայրս մեզ դասեր էր կարդում պատվի մասին, իսկ ինքը ապրում էր ստի մեջ, պահելով իր կողքին սիրուհու երեխային։ Նա քո քույրն է, Արմեն, անկախ ամեն ինչից, կտրուկ ընդհատեց Գայանեն։ Նա իմ քույրը չէ։ Նա Խաթեբա է, ինչպես և իր մայրը, և հիմա նա ունի իմ ընկերության 11%-ը, հասկանում ես ինչ է սա նշանակում, նա կարող է կործանել այն ամենը, ինչ ես կառուցել եմ։ Նրանց վիճաբանությանը միջամտեց Դավիթը, ում հանգիստ ձայնում նույնպես լարվածություն կար։ Բավական է, Արմեն, հիմա փողի մասին մտածելու ժամանակը չէ, Նվարդը անհետացել է, մենք պետք է գտնենք նրան։ Այդ պահին սենյակ մտավ Անահիտը։ Նա կարծես միանգամից ծերացել էր 10 տարով։ Գթեք նրան, խնդրում եմ, գտեք իմ աղջկան, սա իմ մեղքն է, շշնջաց նա։ Արմենը ծաղրական ծիծաղեց։ Վերջապես ընդունեցիք, իսկ ով էր նա, այդ երաժիշտը, նա գիտի իր սխալի արդյունքի մասին։ Այս դաժան խոսքերից Գայանեն պայթեց։ Լեզուդ պահիր, մի համարձակվիր այդ տոնով խոսել մորս հետ։ Այո, նա սխալվել է, բայց հայրս ներել է նրան, ով ես դու, որ դատես։ Ընտանիքը բաժանվել էր երկու ճամբարի։ Գայանեն և Դավիթը մի կողմում էին, Արմենը մյուս, իսկ Անահիտը մեկուսացված էր իր մեղքի մեջ։ Գայանեն հասկացավ, որ պետք է գործի, նա չի կարող պարզապես սպասել, պետք է գտնել Նվարդին, և դրա համար պետք է գտնել նրա իրական հորը։ Գուցե նա կարող է օգնել, գուցե Նվարդը փորձի գտնել հենց նրան։ Մամ, ես պետք է իմանամ, ով է նա, ինչպես գտնեմ նրան։ Անահիտը, հասկանալով, որ այլևս թաքցնելու իմաստ չկա, կոտրված շշնջաց։ Նրա անունը Լևոն է, Լևոն Մելիքյան, նա դաշնակահար էր։ Տարիներ առաջ լսեցի, որ դասավանդում է կոնսերվատորիայում։ Այդ գիշեր, երբ տանը բոլորը քնած էին, Գայանեն մտավ Նվարդի արվեստանոց։ Կենտրոնում մոլբերտի վրա դրված էր Աշոտի մեծ անավարտ դիմանկարը։ Ամեն ինչ նկարված էր անթերի, բացի աչքերից։ Աչքերը դատարկ էին, անկյանք, կարծես Նվարդը ենթագիտակցորեն զգացել էր, որ չի կարողանում որսալ այն մարդու իրական էությունը, ում հայ էր կոչում։ Գայանեն նայում էր այդ դատարկ աչքերին և հասկանում էր, որ նրանք բոլորը նայել են Աշոտին, բայց ոչ ոք իսկապես չի տեսել նրան, չի տեսել այն գաղտնիքը, որը նա կրում էր իր սրտում։ Հաջորդ առավոտ Գայանեն իր մեջ ուժ գտնելով ուղևորվեց կոնսերվատորիա։ Հին շենքի բարձր առաստաղներով միջանցքները լի էին երաժշտության անհանգիստ հնչյուններով, որոնք կարծես արձագանքում էին նրա ներքին քաոսին։ Դեկանատում նրան ասացին, որ Լևոն Մելիքյանը վաղուց թոշակի է անցել, բայց տվեցին նրա հեռախոսահամարը։ Դուրս գալով բակ, նա վարանելով հավաքեց համարը։
Նրա սիրտը ուժգին բաբախում էր, իսկ մատները սառել էին։ Ինչ պետք է ասեր նա այն մարդուն, ով իր քրոջ կենսաբանական հայրն էր եւ իր ընտանիքի ողբերգության պատճառը։ Ալո, լսվեց հեռախոսի մյուս կողմից հանգիստ մի փոքր հոգնած տղամարդու ձայն։ Իմ անունը Գայանե է, Գայանե Սարգսյան։ Ես Անահիտ Սարգսյանի դուստրն եմ։ Հեռախոսի մյուս կողմում երկար ծանր լռություն տիրեց, որի ընթացքում Գայանեն կարծես լսում էր, թե ինչպես է անցյալը ներխուժում ներկա։ Նրանք պայմանավորվեցին հանդիպել մի փոքրիկ հարմարավետ սրճարանում։ Լևոն Մերիքյանը բարձրահասակ, նիհար տղամարդ էր ազնվական դիմագծերով եւ անսահման տխուր աչքերով։ Նրա երկար նուրբ մատները, որոնք երևի ժամանակին կախարդանք էին գործում դաշնամուրի ստեղների վրա, այժմ անհանգիստ խաղում էին սուրճի բաժակի հետ։ Գայանեն առանց նախաբանների անցավ գործի։ Հայրս, Աշոտ Սարգսյանը, մահացավ անցյալ շաբաթ։ Իր մահից առաջ նա պատմել էր ամեն ինչ, Նվարդի մասին։ Լևոնը փակեց աչքերը, եւ նրա դեմքին ցավի խորը կնճիռներ հայտնվեցին։ Ուրեմն նա ինացավ։ Ինչպես է նա։ Նա անհետացել է։ Ես մտածեցի, գուցե նա փորձի գտնել ձեզ, ասաց Գայանեն, իր ձայնի մեջ թաքցնելով մեղադրանքի նոտաներ։ Բայց Լևոնի պատասխանը ջախջախեց նրա վերջին հույսերը։ Ինձ։ Ես նրա համար օտար մարդ եմ, ես հրաժարվեցի նրանից, երբ նա դեռ չէր ծնվել, ես չափազանց վախկոտ էի պայքարելու համար, ես ինչ կարող եմ տալ նրան հիմա, միայն ավելի շատ ցավ։ Գայանեն հասկացավ, որ այս մարդը ոչ թե լուծում է, այլ խնդրի ևս մեկ կտոր, կոտրված, անցյալի սխալներով տանջվող մի էակ։ Հենց այդ պահին նրա հեռախոսը զանգեց, Դավիթն էր։ Գայանե, մենք գտանք նրան։ Նրա ընկերուհին զանգեց, Նվարդը նրա տանն է, քաղաքից դուրս, բայց նա լավ չէ, նա ոչ մեկի հետ չի խոսում, պարզապես նստում է ու նայում մի կետի։ Գայանեն վեր կացավ գնալու, բայց Լևոնը բռնեց նրա ձեռքից։ Խնդրում եմ, կարող եմ ես էլ գալ, ես նրան չեմ մոտենա, պարզապես ուզում եմ տեսնել նրան, հեռվից, միայն մեկ անգամ։ Գայանեն, նայելով նրա հուսահատ աչքերին, վարանելուց հետո համաձայնեց։ Երբ նրանք մեքենայով մոտեցան քաղաքից դուրս գտնվող փոքրիկ տանը, Գայանեն կանգնեցրեց մեքենան հեռվում։ Բակում, ծառի տակ գտնվող նստարանին, նստած էր Նվարդը։ Նրա տեսքը անճանաչելիորեն փոխվել էր։ Կենսուրախ, պայծառ աղջկանից մնացել էր միայն ստվերը։ Նրա դատարկ հայացքը հարված էր հորիզոնին։ Լևոնը նայում էր նրան մեքենայի պատուհանից, եւ նրա աչքերը լցվում էին արցունքով։ Սա առաջին անգամն էր, որ նա տեսնում էր իր դստերը, եւ այս տեսարանը ավելի ցավոտ էր, քան նրա բոլոր մղձավանջները։ Գայանեն դուրս եկավ մեքենայից եւ դանդաղ քայլերով մոտեցավ քրոջը, իսկ Լևոնը մնաց մեքենայում, տանջվելով անվճռականությունից։ Նրա սիրտը բաբախում էր այնպես, կարծես փորձում էր դուրս թռչել կրծքավանդակից։ Նա նստեց Նվարդի կողքին։ Քույրը չարձագանքեց, նրա հայացքը դատարկ էր, կարծես կենթանի արձան լիներ։ Նվարդ, ես եկել եմ քեզ տուն տանելու, մեղմ շշնջաց Գայանեն։ Նվարդը դանդաղ շրջեց գլուխը։ Օր տուն, ես տուն չունեմ, ես ընտանիք չունեմ, ես ոչ ոք եմ, հնչեց նրա անզգա մեխանիկական ձայնը։ Այդպես մի ասա, դու իմ քույրն ես, փորձեց առարկել Գայանեն, բայց Նվարդը դարը ծիծաղեց։ Սիրում եք, ձեր սերը սուտ է, ինչպես եւ մնացած ամեն ինչ։ Դու գիտեիր, ասա ճշմարտությունը, Գայանե, դու գիտեիր։ Գայանեն չկարողացավ ստել, նրա լուր գլխով անելը դարձավ վերջին դաշույնի հարվածը։ Դու էլ ինձ դավաճանեցիր, շշնջաց Նվարդը։ Այդ պահին տան դռնից դուրս եկան Արմենը, Դավիթը եւ նրանց հետևից Անահիտը։ Նրանք նույնպես եկել էին։ Նվարդ, արի տուն գնանք, մենք կխոսենք, ամեն ինչ կկարգավորենք, փորձեց իրավիճակը հարթել Արմենը, բայց Նվարդը պայթեց։ Ինչ եք կարգավորելու։ Իմ կոտրված կյանքը, ձեր ստերով քանդված իմ աշխարհը, ինչով, գոռաց նա, նայելով մորը, ինչով ինձ չասացիք, ես իրավունք չունեի իմանալու, թե ով եմ ես քեզ պաշտպանում էի աղջիկս, ցավից, լացակումած արդարացավ Անահիտը, պաշտպանում էիք, դուք ինձ գցեցիք բանտի մեջ, որի պատերը ձեր ստերն էին, ես ատում եմ ձեզ, բոլորիդ։ Այդ պահին մեքենայի դուռը բացվեց եւ Լևոնը, այլևս չկարողանալով թաքնված մնալ, դանդաղ քայլերով մոտեցավ նրանց։ Անահիտը սարսափահար ճանաչեց նրան։ Դուք, հազիվ լսելի շշնջաց Նվարդը, կարծես ինտուիտիվ զգալով, թե ով է այդ մարդը։ Իմ անունը Լևոն է, դողացող ձայնով սկսեց նա։ Հենց այդ պահին, երբ բոլորի ուշադրությունը սևեռված էր անցյալի ուրվականի վրա, տեղի ունեցավ անսպասելին։
Տան դռնից դուրս եկավ նվարդի ընկերուհին, Սոնան, ձեռքին մի հին կաշվե թղթապանակ։ Նվարդ, ներիր, բայց ես այլևս չեմ կարող լռել։ Երբ դու քնած էիր, ես զանգեցի մորաքրոջս։ Նա քո մոր, Անահիտի մանկության ընկերուհին է։ Նա ինձ պատմեց ամեն ինչ և խնդրեց սա տար քեզ։ Նա թղթապանակը մեկնեց Նվարդին։ Դողացող ձեռքերով Նվարդը բացեց այն։ Մեջը նամակներ էին և մի լուսանկար։ Լուսանկարում երիտասարդ Աշոտն էր, գրկած մի նորածնի, բայց դա Նվարդը չէր։ Նա սկսեց կարդալ նամակը, որը գրել էր իր մայրը, Անահիտը, իր ընկերուհուն, Սոնայի մորաքրոջը, տարիներ առաջ։ Սոնա ջան, ես այլևս չեմ կարող։ Աշոտը ինձ ներել է, բայց ես չեմ կարող ինձ ներել։ Իմ և Լևոնի դուստրը, մեր Նվարդը, նա մահացավ ծնվելուց 2 օր անց։ Աշոտը, տեսնելով իմ անսահման վիշտը, որոշեց երեխա որդեգրել։ Նա գտավ մի աղջկա, որի մայրը մահացել էր ծննդաբերության ժամանակ։ Նա այդ աղջկան անվանեց Նվարդ, իմ կորցրած դստեր անունով, և մեծացրեց որպես իր սեփական զավակ։ Նա ստեղծեց այս սուտը ինձ փրկելու համար, իսկ ես այնքան թույլ էի, որ ընդունեցի այն։ Սենյակում տիրեց մահացու լռություն։ Օդը կարծես սառել էր, Գայանեի շունչը կտրվեց։ Այսինքն Նվարդը ոչ միայն Աշոտի դուստրը չէր, այլև Անահիտի և Լևոնի դուստրն էլ չէր։ Նա բոլորովին օտար էր, մի որբ, ում վերցրել էին փոխարինելու մահացած երեխային։ Այս ճշմարտությունը 1000 անգամ ավելի սարսափելի էր, քան նախորդ սուտը։ Դա ոչ թե դավաճանություն էր, այլ մի ամբողջ կյանքի փոխարինում։ Նվարդը բարձրացրեց գլուխը։ Նրա աչքերում այլևս ցավ չկար, միայն սառը, անսահման դատարկություն։ Նրա աշխարհը ոչ թե փլուզվեց, այլ պարզապես անհետացավ, կարծես երբեք գոյություն չէր էլ ունեցել։ Այդ պահին ժամանակը կարծես կանգ առավ։ Նամակից հնչած բառերը սառը օղակներով սեղմեցին բոլորի կոկորդը։ Գայանեի համար այդ բացահայտումը ավելի ջախջախիչ էր, քան առաջինը։ Նրա ուղեղը հրաժարվում էր ընդունել այս նոր հրեշավոր իրականությունը։ Այսինքն, այն մարդը, ում նա պաշտում էր, իր հայրը, ոչ միայն թաքցրել էր կնոջ դավաճանությունը, այլև կառուցել էր մի աննախադեպ սուտ, փոխարինելով մահացած երեխային մեկ ուրիշով, խլելով այդ երեխայի իսկական պատմությունը և դարձնելով նրան իրենց ընտանեկան ողբերգության լուռ հուշարձանը։ Անահիտը, կորցնելով վերջին ուժերը, ընկավ ծնկների վրա։ Նրա հեկեկոցներն այլևս ողորմ չէին խնդրում, այլ վկայում էին ամբողջովին կոտրված հոգու մասին։ Լևոնը քարացել էր տեղում։ Նա եկել էր գտնելու իր կորցրած դստերը, բայց պարզվեց, որ նա երբեք էլ գոյություն չի ունեցել այս իրականության մեջ։ Իսկ Արմենի դեմքին զայրույթը փոխարինվեց շփոթությամբ։ Իրավական և ֆինանսական տեսանկյունից սա ամեն ինչ փոխում էր։ Եթե Նվարդը նույնիսկ որդեգրված չէր պաշտոնապես, ապա նա իրավունք ուներ ժառանգությանը։ Բոլորի հայացքները սևեռվեցին Նվարդին, ով դեռ կանգնած էր, ձեռքին իր կյանքի դատավճիռը։ Նրա դեմքի դատարկ արտահայտությունը ավելի սարսափելի էր, քան ցանկացած ճիչ կամ արցունք։ Նա դանդաղ իջեցրեց նամակը, նայեց բոլորին մեկ առ մեկ, կարծես առաջին անգամ տեսնելով նրանց։ Նրա հայացքը կանգ առավ Գայանեի վրա։ Ուրեմն դու իմ քույրը չես, հնչեց նրա ձայնը, որը զուրկ էր որևէ զգացմունքից։ Ոչ մի կապ չունենք։ Ես ձեզ համար ոչ ոք եմ։ Այս խոսքերը Գայանեի սիրտը կտոր արեցին։ Այդ պահին նրա համար կարևոր չէր ոչ սուտը, ոչ դավաճանությունը, կարևոր էր միայն այն, որ նա կորցնում էր իր քրոջը։ Նա քայլ արեց դեպի Նվարդը, բայց Նվարդը հետ քաշվեց։ Մի մոտեցիր ինձ։ Նա շրջվեց և առանց որևէ մեկին նայելու, հանգիստ չափված քայլերով դուրս եկավ բակից և գնաց դեպի ճանապարհը, անհետանալով մթնշաղի մեջ։ Ոչ ոք չհամարձակվեց հետևել նրան։ Ընտանիքը, որը մի քանի րոպե առաջ դեռ փորձում էր հավաքել իր բեկորները, այժմ վերջնականապես փլուզվեց։ Նրանց միջև այլևս սուտ չկար, բայց չկար նաև այն կապը, որը նրանց ընտանիք էր դարձնում։ Գայանեն հասկացավ, որ այժմ իր առջև կանգնած է նոր, ավելի սարսափելի խնդիր։ Նա պետք է գտներ Նվարդին ոչ թե ճշմարտությունը բացահայտելու, այլ նրան փրկելու համար։ Փրկելու այն դատարկությունից, որի մեջ նրանց ընտանիքը քցել էր նրան։ Նա պետք է ապացուցեր նրան, որ ընտանիքը միայն Արյունը չէ։ Բայց ինչպես անել դա, երբ հենց իրենք էին ապացուցել հակառակը։
Նրա գործողությունների նոր պլանը ծնվեց այդ հուսահատության միջից՝ գտնել Նվարդին և գտնել նրա իսկական արմատները, նրա իրական ընտանիքը, եթե այդպիսին գոյություն ուներ։ Դա միակ ճանապարհն էր նրան վերադարձնելու իր ինքնությունը և գուցե, միայն գուցե, վաստակելու նրան ներումը։ Հաջորդ 2 օրը Գայանեն վերածվեց ցավից ծնված վճռականության մարմնացման։ Նա այլևս չէր լալիս, նա գործում էր։ Նրա առաջին քայլը եղավ մանկատուն այցելելը, որտեղից, ինչպես նշված էր մոր նամակում, Աշոտը վերցրել էր Նվարդին։ Հին փոշոտ արխիվները փորփրելուց ժամեր անց նա գտավ այնինչ փնտրում էր՝ 38 տարի առաջվա գրանցամատյանը։ Այնտեղ գրված էր. անանուն Նորացին, Իգական սեռ, մայրը Սաթենիկ Պետրոսյան, մահացել է ծննդաբերության ժամանակ։ Հոր անունը նշված չէր։ Այս տեղեկությունը թեև քիչ էր, բայց սկիզբ էր։ Սակայն տուն վերադառնալով նրան սպասում էր նոր հարված։ Արմենը իր փաստաբանների հետ խորհրդակցելուց հետո որոշում էր կայացրել։ Նա հավաքել էր ընտանիքի մնացորդներին և սառը գործնական տոնով հայտարարեց. «Ես դատական հայց եմ ներկայացրել Աշոտ Սարգսյանի կտակը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջով։ Քանի որ Նվարդը ոչ կենսաբանական, ոչ էլ օրինական կարգով որդեգրված դուստր չէ, նա իրավունք չունի ժառանգելու ընկերության բաժնետոմսերը։ Սա բիզնես է, ոչ թե բարեգործություն»։ Գայանեի աչքերը կայծակեցին։ «Դու լրջորեն ես ասում, այն աղջիկը, ում դու քույր էիր կոչում, հիմա փողոցում է, իսկ դու նրանից վերջին կոպեկն ես խլում»։ «Ես պաշտպանում եմ իմ և ձեր ապագան», անդրդվելի պատասխանեց Արմենը։ Այդ պահին Գայանեն հասկացավ, որ իր հիմնական հակառակորդը ոչ թե անցյալի ստեռն են, այլ ներկայի դաժան իրականությունը, իդեմս սեփական եղբոր։ Նա դիմեց Դավթին, հույս ունենալով գտնել դաշնակից, բայց Դավիթը խուսափեց նրա հայացքից։ Գայանե, Արմենը ինչ-որ չափով ճիշտ է, ընկերությունը վտանգի տակ է։ Դավաճանված և մենակ, Գայանեն նոր ուժ գտավ իր մեջ, նա կանգնեց Արմենի դիմաց։ «Լավ, դու ուզում ես պատերազմ, դու կստանաս այն, ես կգտնեմ Նվարդին, կգտնեմ նրա հարազատներին, և ես կապաչուցեմ, որ նա ավելի շատ իրավունք ունի այս տանը, քան դու։ Ես կվարձեմ լավագույն փաստաբանին և կպայքարեմ քո դեմ դատարանում, դու կտեսնես, թե ինչի է ընդունակ քո քույրը»։ Այս խոսքերից հետո նա վերցրեց իր բանալիներն ու հեռախոսը և դուրս եկավ տնից։ Նա չգիտեր, թե որտեղից սկսել Նվարդի հարազատներին փնտրելը, նա չգիտեր, թե որտեղ է Նվարդը, բայց նա գիտեր մի բան, նա այլևս չի լինի զոհ, նա կլինի մարտիկ։ Նրա առաջին զանգը Լևոնին էր։ «Պարոն Մելիքյան, ես ձեր օգնության կարիքն ունեմ, մենք պետք է գտնենք նրան, մինչև Արմենը կկործանի նրա կյանքի վերջին մնացորդները»։ Գայանեի և Լևոնի համատեղ որոնումները տևեցին շաբաթներ, նրանք գիշերները քիչ էին քնում, զանգահարելով հիվանդանոցներ, ոստիկանության բաժանմունքներ, հարցուփորձ անելով Նվարդի բոլոր հնարավոր ծանոթներին։ Այս ընթացքում Գայանեն Լևոնի մեջ տեսավ ոչ թե անցյալի սխալը, այլ խորապես տառապող մի մարդու, ում մեղքի զգացումը ոչնչով չէր զիջում իրենց ընտանիքի ցավին։ Միևնույն ժամանակ Արմենի դատական հայցը ընթացքի մեջ էր, և ամեն օր ավելի էր մոտենում այն պահը, երբ Նվարդը կարող էր կորցնել ամեն ինչ։ Վերջապես, հուսահատության եզրին նրանք ստացան մի զանգ։ Գյումրիի արվեստի դպրոցներից մեկի տնօրենն էր։ Նա ասաց, որ մի երիտասարդ կին է հայտնվել իրենց քաղաքում, ով ապրում է փոքրիկ վարձով սենյակում և իր ապրուստը վաստակում է փողոցում դիմանկարներ նկարելով։ Նրա նկարներում այնքան տաղանդ և ցավ կար, որ տնօրենը չէր կարողացել անտարբեր մնալ։ Գայանեն և Լևոնը անմիջապես ճանապարհ ընկան։ Նրանք գտան Նվարդին քաղաքի կենտրոնական հրապարակում։ Նա նիհարել էր, հայացքը հոգնած էր, բայց նրա ձեռքերը վստահորեն շարժվում էին կտավի վրա։ Գայանեն ուզում էր վազել, գրկել նրան, բայց Լևոնը զգուշորեն բռնեց նրա թևից։ «Սպասիր, սա պետք է այլ կերպ լինի»։ Նա մոտեցավ Նվարդին և պարզապես նստեց նրա դիմաց, որպես հերթական հաճախորդ։ Նվարդը բարձրացրեց աչքերը, ճանաչեց նրան, և նրա ձեռքը մի պահ դողաց, բայց նա ոչինչ չասաց։ Նա պարզապես սկսեց նկարել։ Նա նկարում էր երկար, լուռ, և այդ ընթացքում նրանց միջև տեղի էր ունենում անխոս երկխոսություն։ Նվարդը իր վրձնով կարծես հարցեր էր տալիս, իսկ Լևոնը իր թխուր, զղջացող հայացքով պատասխանում էր։ Երբ դիմանկարը պատրաստ էր, Նվարդը մեկնեց այն Լևոնին։ Նկարի մեջ ոչ թե պարզապես մի տղամարդ էր, այլ մի ամբողջ ճակատագիր, լի կորուստներով, ցավով և չասված սիրով։ «Շնորհակալ եմ», հազիվ լսելի շշնջաց Լևոնը։ «Ես եկել եմ քեզ մի բան տալու»։ Նա գրպանից հանեց մի փոքրիկ, մաշված մեդալիոն։ «Սա քո մորն էր պատկանում, իսկական մորդ, Սաթենիկին։
Ես գտա նրա հեռավոր ազգականներին, նրանք շատ չեն, բայց նրանք կան, նրանք ուզում են քեզ տեսնել։ Այդ պահին Նվարդի աչքերում առաջին անգամ երկար ժամանակ անց արցունքներ հայտնվեցին, դրանք ոչ թե ցավի, այլ թեթևացման արցունքներ էին։ Նա վերջապես գտել էր իր պատմության սկիզբը։ Հենց այդ պահին հրապարակում հայտնվեցին Արմենը և Դավիթը։ Արմենը, իմանալով, որ Գայանեն գտել է Նվարդին, եկել էր վերջնական հարվածը հասցնելու։ Նվարդ, ես ափսոսում եմ, բայց դատարանի որոշումը կայացված է, դու պետք է ազատես տունը և հրաժարվես բաժնետոմսերից։ Բոլորը սպասում էին Նվարդի հերթական պորտքմանը, բայց նա հանգիստ էր։ Նա նայեց Արմենին, հետո Դավթին, Գայանեին, Լևոնին։ Գիտես, Արմեն, դու կարող ես վերցնել տունը, փողը, ամեն ինչ։ Ես հասկացա, որ իմ իսկական հարստությունը ոչ թե ձեր տունն է, այլ այն սերն է, որով հայրս Աշոտ Սարգսյանը ինձ շրջապատել է։ Նա ինձ տվել է մանկություն, կրթություն, սեր դեպի արվեստը։ Նա ինձ տվել է ընտանիք, թեկուզ և անկատար։ Եվ դու դա ինձանից երբեք չես կարող խլել։ Նա շրջվեց դեպի Գայանեն։ Իսկ դու, Գայանե, դու իմ քույրն ես, ոչ թե արյունով, այլ սրտով։ Դու միակն էիր, ով մինչև վերջ պայքարեց ինձ համար։ Նա գրկեց քրոջը։ Այդ պահին տեղի ունեցավ անսպասելին։ Դավիթը, ով այս ամբողջ ընթացքում լռում էր, մոտեցավ Արմենին։ Բավական է։ Ես այլևս չեմ կարող լինել քո լուռ համախոհը։ Ես իմ բաժնետոմսերը փոխանցում եմ Նվարդին։ Նա մեր քույրն է, և սա նրա տունն է։ Արմենը քարացավ։ Դավթի 10%-ը, գումարած Գայանեի 10 և Նվարդի 11%-ները մեծամասնություն էին կազմում։ Արմենը պարտվեց։ Նա կորցրեց ոչ միայն վերահսկողությունը բիզնեսի նկատմամբ, այլև իր ընտանիքը։ 1 տարի անց Սարգսյանների տանը նորից կյանքը եռում էր։ Նվարդը, գտնելով իր իսկական հարազատներին և հաշտվելով իր անձյալի հետ, վերադարձել էր։ Նա ղեկավարում էր ընկերության դիզայնի բաժինը, բերելով նոր շունչ և ստեղծարարություն։ Գայանեն վերջապես գտել էր իր ներքին խաղաղությունը։ Լևոնը դարձել էր ընտանիքի մտերիմ բարեկամը, ով հաճախ էր գալիս և իր երաժշտությամբ լցնում տունը։ Դավիթը գտել էր իր ձայնը և դարձել ընտանիքի բարոյական կողմնացույցը։ Անահիտը, ներվելով իր երեխաների կողմից, ապրում էր հանգիստ, իր թոռներով շրջապատված։ Իսկ Արմենը, նա հեռացել էր։ Ոչ ոք չգիտեր, թե որտեղ է նա։ Գուցե մի օր նա կվերադառնա, գուցե և ոչ։ Նրանց ընտանիքը անցավ կրակի միջով, կորցրեց իր անդամներից մեկին, բայց դուրս եկավ ավելի ուժեղ, ավելի իմաստուն և ավելի միասնական։ Նրանք հասկացան այն դասը, որը Աշոտը փորձում էր նրանց փոխանցել իր ողջ կյանքով և նույնիսկ իր մահվանից հետո։ Իսկական ընտանիքը ոչ թե արյունն է, այլ սերը, ներումը և միմյանց ընդունելու պատրաստակամությունը, բոլոր սպիներով ու թերություններով։ Իսկ դուք ինչ եք կարծում, կարելի է ներել այնպիսի սուտ, որը տևել է մի ամբողջ կյանք։ Ինչպես կվարվեիք դուք հերոսների տեղում։ Կիսվեք ձեր մտքերով մեկնաբանություններում, մեզ համար շատ կարևոր է ձեր կարծիքը։